Հերթական անգամ ուզում եմ մեր ուրախությունը արտահայտենք բոլորս մեկս մյուսիս համար, որ այսքան մեր շարքերը օր-օրի ժամ առ ժամ համալրվում են։ Ամենամեծ թյուրիմացություններից մեկը այն է, որ տպավորություն կա, որ մենք հավաքվել ենք կոնկրետ անձի պարոն Սամվել Կարապետյանի համար։ Իհարկե հավաքվել ենք պարոն Սամվել Կարապետյանի համար արդարություն պահանջելու, բայց որպեսզի այդ թյուրիմացությունը մենք հերքենք, տեսեք, ինքը հավաքական կերպար է։ Անարդարության, այսինքն որպես անարդար կալանավորված հավաքական կերպար, եւ մենք բոլորս պետք է գիտակցենք, որ սա անթույլատրելի է, եւ ինչ է ասել պարոն Սամվել Կարապետյանը, ասել է մենք մեր ձևով պայքարելու ենք հայ առաքելական եկեղեցու համար։ Եվ սա նման է նրան, որ ասենք ձյունը սև է, ձյունը սև չէ, ժողովուրդ ջան, ձյունը սպիտակ է։ Այս անարդարությունը այնքան ակնհայտ է, որ ապացուցելու կարիք որևէ մեկը չունի, որ ցույց տանք, որ անարդար է կալանավորված պարոն Սամվել Կարապետյանը։ Չեմ ուզում ձեզ ծանրաբեռնել, բայց տեսեք, ամբողջ աշխարհում այսպիսի բան գոյություն ունի։ Բոլորն ասում են օտարերկրյա ներդրումներ, չգիտեմ, երկիրը զարգացնենք եւ այլն։ Մեր նման երկրներում մեր ազգի զավակներն են ներդրողները։ Այսինքն յուրաքանչյուր նորմալ երկրում, դա կլինի Ադրբեջան, չգիտեմ, հարևաններին օրինակ բերեմ, չասեմ նորմալ երկրում, Վրաստան եւ այլն, մարդիկ երազում են այսպիսի հայրենակից ունենալ, որը բազմաթիվ ներդրումներ է իրականացրել, բազմաթիվ բարեգործական ծրագրեր, մենք այդ մասին շատ ենք խոսել։ Եվ ես կոչս ավելի շատ կուղեմ իրավապահ մարմիններին, հույս ունեմ, որ կան արդար դատավորներ, հարգելի ընկերներ, հարգելի հայրենակիցներ, սա անթույլատրելի է։ Ես կոչ եմ անում նաև բիզնեսմեններին, բոլոր գործարարներին Հայաստանի Հանրապետության։ Եթե որևէ մեկին թվում է, որ անտարբեր լինելով, հանգիստ տանը նստելով, իրենց չի հասնելու այս ամեն ինչը, չարաչար սխալվում են։ Սա բոլորի խնդիրն է։ Եվ մեկ անգամ եւս շնորհակալություն եմ հայտնում այստեղ հավաքված բոլորին։ Ես ինքս ճիշտ է մեր ձեւով շարժման անդամ որպես նախ եւ առաջ ինձ համարում եմ ժողովրդի մի մասնիկ, որպես քաղաքացի, եկել եմ արդարություն պահանջելու։ Եվ կոչ եմ անում, հարգելի դատարան, ուշքի եկեք։ Ազատություն, ազատություն, ազատություն։